Են օրը կանչել են հանդիպման են Գուրգեն Սիմոնյան կա, որին բերում են, կողում են, в общем, հերոստա հաղորդաշարերով, Նոյան Թափան, в общем, Ֆլան Ֆստան եւ այլ եւ այլ եւ այլ։ Ասում լսում եմ։ Ասում մենք գնում ենք ընտրության։ Ասում եմ ինչ ընտրության։ Սահմանադրության բան, ասում ում սահմանադրության։ Դե հասկանում եք, բացում եմ, որ սահմանադրությունը կեղծ է, բայց այսօրվա վրա ընդունված է։ Այսինքն որ եթե կեղծ է, ո՞նց է ընդունված։ Եթե կեղծ է, դուք ո՞նց եք կեղծ սահմանադրությունով գնում ընտրության։ Որտեղ եթե չկա սահմանադրություն, եթե չկա իրավական կարգավիճակ, բնականաբար ուրեմն բոլոր գործողությունները առողջ են։ Ասում դու ով ես, ասում փիլիսոփայության դոկտոր եմ, Ֆլան Ֆստան։ Արա փիլիսոփայության, այնտեղ քաղաքագիտության։ Արա ես իրոք ես զարմանում եմ, էլի։ Այսքան խդոք կլինի մար։ Ասում եմ լավ, ում որ պետության սահմանադրություն, Հայաստանի Հանրապետություն։ Ասում Հայաստանի Հանրապետությունը երբ է որպես Հայաստանի Հանրապետություն կայացել։ Հա? Չգիտեմ։ Գնում ես ընտրության, գնում ես պրեզիդենտական ես խաղում, վարչապետական ես խաղում, բայց դու չգիտես ուր ես գնում, որ երկրի մեջ ես գնում, ինչի համար ես գնում, եթե երկիրը չկա, որտեղ ես գնում, եթե սահմանադրությունը կեղծ է, ուր ես գնում, արա, ոնց ես այդ սահմանադրությունով առաջնորդվում։ Ու այդ երևույթները դասախոսում են համալսարաններում, վրոդի երեխեքին բան է սովորացնում։ Արա դուք չեք հասկանում, ես ամբողջության բլեֆ է։ Բլեֆ։ Այդ ամբողջության ֆիկցիա է։ Ու դուք մտել եք այդ ֆիկցիայի մեջ օրինականացնելով կարգավիճակ տալով այս պոռնիկի ծնունդներին, որոնք ձեզ ցեղասպանում են, ոչնչացնում, թալանում, պետականությունը վերացնում, հրահրում պատերազմների, որ ձեր ոսկե սերունդներին տանեն զոհաբերեն, տանեն ցեղասպանեն, որը եւս իրենցից գրած օրենքներով, իրենցից ընդունած պարտավորություն կոչվածներով, միջազգային կոչվածներով ենթակա են գնդակարության։ Հիմա դուք ձեր օղջարամտությամբ միջոց եք հանդիսանում, որ այս պոռնիկները ձեր երեխեքին տանեն մարտավանեն, ձեզ թալանեն, երկիրը վերացնեն, ոչնչացնեն։ Ես ուզում եմ իրոք իր այդ պահային, նա ինչ-որ հասկանա։ Դուք այդ ամենը գիտակցում եք, թե որները թաքցրել եք գլխների, տնդե մառախույա, տակա տեղը, հա, քաքը լցվել է բեռնումները, տականջները, ոչ մի բան չի երևում, ոչ մի բան լսելի չի, ոչ մի բան մտածելու տեղիք չի տալիս։ Որն է դա։ Արա ասում եմ լսիլ է։